Օրակարգ շարունակում է աշխատանքային ուղիղ եթերում բարև ձեզ եւ այսպես այսօր ավարտվող Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի հիմնական ինտրիգը այդպես էլ մնաց կառույցի նախագահող տխրահարչակ Պեդրո Ագրամոնտին հեռացնելու հարցը։ Վեհաժողովականները ստորագրահավաք էին նախաձեռնել, փաստաթուղթն այսօր պետք է փոխանցվի ԵԽԽՎ քարտուղարություն։ Ստրասբուրգում է մեր թղթակից Սիրանուշ Մուրադյանը, որի հետ տեսակապ ունենք։ Բարի օր, Սիրանուշ։ Եվրոպացի պատվիրակների ստորագրությունները երբ կհասնեն հասցեատիրոջը։ Բարի օր Աբրահամ, այսօր վեհաժողովի աշխատանքային վերջին օրն է, նստաշրջանն ամփոփում է աշխատանքը եւ ուրբաթ սովորաբար ավելի կարճ են աշխատում, այստեղ ասում են կիսատ աշխատանքային օր է։ Աբրահամ, մեզ հետաքրքրող, ամենաշատը հետաքրքրող հարցը թերևս այն է, թե ի վերջո այն ստորագրությունները, որոնցով նախատեսվում է Ագրամունդին իմպիչմենտի հարցը օրակարգ տանել, երբ կգնան քարտուղարություն, երբ կլինեն քարտուղարությունում։ Այս պահին դրանք դեռևս այնտեղ չեն, նախատեսվում է Ստրասբուրգի ժամանակով ժամը 13-ին տանել քարտուղարություն, Երևանի ժամանակով ժամը 15-ին։ Ենթադրում եմ, որ մեր ժամը 17-ի թողարկման արդեն դրանք քարտուղարությունում կլինեն եւ հիշեցնեմ, որ բանաձևի հենց այս նստաշրջանի ընթացքում ընդունված բանաձևի պահանջը ստորագրահավաքը, որպիսի վեհաժողովի նախագահին իմպիչմենտ հայտարարելու քվեարկություն կայանա եւ հետևենք իրադարձությունների զարգացմանը, տեսնենք ժամը 17-ին ինչպիսին դրանք կլինեն։ Աբրահամ։ Շնորհակալություն, Սիրանուշ Մուրադյանն էր հաղորդում Ստրասբուրգից, նորությունների ենք սպասում նրանից մեր առաջիկա թողարկումներում։ Շարունակում ենք մեր միջազգային լրահոսը։ Փարիզում տղամարդը փորձել է ավտոմեքենայով մխրճվել մզկիթի առջև կանգնած ամբոխի մեջ, տուժածներ չկան, տղամարդը ձերբակալվել է։ Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկացմամբ նա հայ է եւ ձերբակալվելուց հետո ասել է, որ այդ քայլին է դիմել, որովհետեւ ջիհադիստներին չի սիրում եւ ցանկացել է վրեժ լուծել Փարիզում իսլամիստների իրականացրած ահաբեկչությունների համար։ Լոնդոնի Heathrow օդանավակայանում էլ ոստիկանները ձերբակալել են երիտասարդ կնոջը, որին կասկածում են ահաբեկչություններ նախապատրաստելու համար։ 21-ամյա կնոջը ոստիկանական բաժանմունք են տարել Ստամբուլից վերադառնալիս, ըստ իրավապահների ձերբակալությունը կապված է Սիրիայի դեպքերի հետ։ Այս առնչությամբ Scotland Yard-ը նաև խուզարկություն է անցկացրել Լոնդոնի երկու հասցեներում։ Երբ խոսքի ազատության չարիքն է քննադատում այն պաշտպանողին ու տարածողին, Թուրքիայի նախագահը հերթական անգամ խախտել է դիվանագիտական արարողակարգը, հերթական ցեխարձակումն անելով Բեռլինի ուղղությամբ։ Բանն այն է, որ Համբուրգում մեկ շաբաթից կայանալու է մեծ 20-ի գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Էրդողանը։ Թուրքիայի նախագահը ցանկանում է հանդիպել Գերմանիայի իր հայրենակիցների հետ, ինչին կտրականապես դեմ է Բեռլինի գրեթե ամբողջ քաղաքական դաշտը։ Անկարային զայրացրել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցի արտահայտությունը, թե Թուրքիայի նախագահին չպետք է թույլ տալ, որ հանդիպումներ անցկացնի գերմանաբնակ թուրքերի հետ։ Արտասահմանյան ղեկավարներին, որոնք արհամարհում են մեր արժեքներն իրենց երկրներում, Գերմանիայում ելույթի ամբիոն չպետք է տրվի։ Ես դեմ եմ, որ Էրդողանը, որ Թուրքիայում բանտ է նետում ընդդիմադիր գործիչներին եւ լրագրողներին, զանգվածային միջոցառումներ կազմակերպի։ Էրդողանը Գերմանիայի մեկնելու մեծ 20-ի գագաթնաժողովին մասնակցելու, որը տեղի է ունենալու հուլիսի 7-ին Համբուրգում։ Նրա ուղևորության շուրջ նկատելի իրարանցում է սկսվել։ Գերմանիայում նաև դժգոհություն է առաջացրել, որ Թուրքիայի նախագահը մտադիր է Համբուրգ մեկնել 250 հոգանոց պատվիրակությամբ։ Այդ մասին հայտնել է Deutsche Welle գործակալությունը։ Պատվիրակության կազմում լինելու է 5 նախարար եւ 60 ոստիկան։ Սակայն ոստիկանների ցուցակում չկան Էրդողանի թիկնազորի այն անդամները, որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարված Վաշինգտոնում ցուցարարների ծեծի ենթարկելու պատճառով։ Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարարությունը Անկարային հայտնել էր, որ ծեծկրտուքին մասնակցած 12 թիկնազորայիններին իրենց երկրում չեն ցանկանում տեսնել։ Թուրքիայի արտգործնախարարը եւ Էրդողանի խոսնակը քննադատել են Բեռլինի դիրքորոշումը թուրքական համայնքի հետ Էրդողանի հանդիպումների առնչությամբ, ասելով, թե դա խոսքի ազատության խախտում է։ Լուսինե Կոշեցյան, օրակարգ։ Ավազակներ, այսպես է խաղաղ ցուցարարների ծեծող Էրդողանի թիկնապահներին անվանել ամերիկյան օրենսդիր Ջիմ Կոստան։ Կոնգրեսականը հանդիպել է հայ համայնքի հետ, պատմել Հայաստան այցի իր տպավորությունների մասին, խոսել Թուրքիայի արտաքին քաղաքականության սողանցքների ու հայոց ցեղասպանության ամերիկյան ճանաչման օրինագծի ճակատագրի մասին։
Ջիմ Կոստան իմ ճանաչած միակ ոչ հայրն է, որ ծաղկեպսակ է դրել Սողոմոն Թեհլերյանի շիրիմին, ասաց Ֆրեզնոյի հայրից Փոլ Ջամուշյանը, որն ստիպ նախ դիմեց նոր սերնդին, երբ երիտասարդները հարցնում են ինչպես հասնել հաջողության, իր պատասխանն է աշխատասիրությամբ։ Չեմ կարծում, թե հայ երեխային երբևէ պետք է պատմել աշխատասիրության մասին, համառությունն ու աշխատասիրությունը ձեր գենետիկ կոդի մեջ է։ Ելույթի հիմնական հատվածը Երևան նախորդ ամռանն իր այցի մասին էր, լուսանկարներ Ծիծեռնակաբերդից, Էջմիածնից, Խորվիրապից, հանդիպումներ Հայաստանի նախագահի քաղաքական գործիչների հետ, այց Թումո կենտրոն, Կոստան խոստովանեց, որ սիրել է հայկական ջազը։ Հայաստանի գիշերային կյանքն ինձ ապշեցրեց, կեսգիշերն անց կենտրոնում դեռ հազարավոր մարդիկ կային, այցելեցինք ջազ ակումբ։ Հարց ու պատասխանի մասում երիտասարդները հետաքրքրվեցին հայկական օրինագծի ճակատագրով, օրենսդիրը կարծում է, որ հաստատման պահը մոտենում է։ Նախ որովհետև Թուրքիան ավելի բռնապետական է դարձել Էրդողանի թիկնապահները, որոնց ես ավազակներ կանվանեի, իրենց այնպես դրսևորեցին, որ կոնգրեսը միաձայն դատապարտող որոշում ընդունեց։ Այս բոլորն օգնում է հայկական օրինագծի առաջխաղացմանը։ Նախորդ այցին Արցախում չի եղել Ղարաբաղի ներկայացուցիչի հրավերին ի պատասխան Կոստան ասաց. հաջորդ այցից խոստանում եմ մեկնել։ Հայկարամ Նահապետյան, օրակարգ, Վաշինգտոն։ Մեծ ցածկ արևելագիտության հայաստանյան դպրոցի համար աշխարհաքաղաքականության ու տնտեսության ամենահայտնի գիտական կենտրոնի մոսկովյան ԻՄԵՄՕ-ի հետ մերոնք խորացնում են գործակցությունը։ Մասնագետերով ու վերլուծություններով կփոխանակվեն, կքննարկեն ու կուսումնասիրեն Մերձավոր Արևելքից մինչև ժամանակակից միջազգային հարաբերություններ, առանցքում իհարկե ունենալով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրները։ Հայաստանը գիտական հարթակում համագործակցության նոր ուղիներ է բացում, շրջանակը միջազգային հարաբերություններն ու աշխարհաքաղաքական խմորումներն են։ Հանդիպումների լուսանցքում Ղարաբաղյան եւ Ղրիմյան հարցերն են քննարկում ակադեմիկոս Ալեքսանդր Դինկինը, Դեսպան Տողանյանը եւ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։ Գործակցության ձեռք են մեկնում Արևելագիտության եւ Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ազգային հետազոտությունների ինստիտուտները։ Գործակցության հետաքրքրությունը երկկողմանի է, հետագա քայլերն ուղենշված։ Սա շատ կարևոր քայլ է, որովհետև Հայաստանը Ռուսաստանի մտերիմ դաշնակիցն է։ Փորձագիտական մակարդակի համագործակցությունը կարծում եմ իր արդյունքը կտա գործնական քաղաքականության մեջ։ 4 մեծ ծրագրերից բացի նոր ուղղություն է հետխորհրդային երկրների հետազոտությունները։ Այս հարցում Մոսկվայում պրոֆեսիոնալիզմի պակաս կա, ասում է ինստիտուտի տնօրենը։ Բացը կլրացվի մասնագետների Երևանում նախատեսված վերապատրաստումներով։ Մեր հետագա համագործակցությունը այս ինստիտուտի հետ կբերի արդյունքներ այն առումով, որ նաև մենք հիմք կստեղծենք հետագա երիտասարդ սերունդների համար համագործակցելու։ Տարածաշրջանային հարցերից մինչև Մերձավոր Արևելք զարկերակը ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է։ Այս առումով մասնագետները կարևորում են Արցախի օրինակը։ Հենց այստեղ է, որ պետք է նաև ես կարծում եմ նմանատիպ հետազոտությունների միջոցով ցույց տալ, որ ես դրանում խորապես համոզված եմ, որ մոտակա տարիներին ժողովուրդների ինքնորոշման իրավունքը կստանա ավելի մեծ, ինչպես ասում են, իրավական հիմնավորում։ Երիտասարդ կադրերի պատրաստում, համատեղ գիտական միջոցառումների անցկացում, փորձի փոխանակում, աշխարհի առաջատար գիտավերլուծական կենտրոններից մեկի հետ միասին աշխատելու առաջին քայլերն արդեն թղթից անցան գործի։ ԻՄԵՄՕ-ի մասնագետները կգնան Երևան վերապատրաստման, իսկ հայ մասնագետները կգան Մոսկվա։ Մերի Եգորյան, Արտակ Ղևոնդյան, օրակարգ, Մոսկվա։ Եվս երկու լուր միջազգային լրացուցիչ Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով բոլոր ձերբակալվածները մեղավոր են ճանաչվել։ Սպանություն իրականացրել է վարձումարտասպան Զաուր Դադաևը, որը 6 փամփուշտ է ուղղել Նեմցովի վրա։ Մյուսները աջակցել են սպանության նախապատրաստմանը, հետևել են Նեմցովին ու օգնել մարտասպանին թաքնվել իրավապահներից։ Մոսկվայի շրջանային ռազմական դատարանի ատենակալների կոլեգիան ոչ մի ամբաստանյալի համար զիջում չի նախատեսել։ Վճիռը կհրապարակվի հուլիսի 4-ին։ Հորդառատ անձրևներից Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի արևմտյան շրջանները հայտնվել են ջրի մեջ, քաղաքի իշխանությունները փակել են մուտքը աղետի շրջաններ, ինչն առաջացրել է բազմաթիվ արտակարգ իրավիճակներ տրանսպորտի ոլորտում։ Մոտ 7000 բնակիչ զրկվել է էլեկտրաէներգիայից, օդերևութաբանները սակայն լավ կանխատեսումներ չեն անում, նրանք զգուշացում են սպասվող ուժեղ քամիների մասին։
Հակակարկտային ցանցերի տակ կաթիլային ոռոգմամբ ինտենսիվ այգի հիմնելու կոչով գյուղնախարարը մարզային այցի շրջանակում նաև Արագածոտում է եղել։ 35 հեկտարի վրա այստեղ խնձորի, ծիրանի ու կեռասի օրինակելի դաշտեր ունեցող ֆերմերը հպարտացել է երիտասարդ ծառերի 1 տարվա բերքով կատարված սկզբնական մեծ ծախսը փակելու են։ Գյուղացիների հետ հանդիպմանը Իգնատե Առաքելյանը հորդորել է արդեն այսօրվանից մտածել ցանց լար խողովակների պատվեր տալ տվյալ տեխնոլոգիաները Հայաստան բերող ընկերություններին, որ գարնան ծառատունքի ժամանակ պատրաստ լինեն նոր այգիներ հիմնել։ Շատ ձեռնտու են այս տիպի դաշտերը, դուք միայն նախաձեռնեք աշխատանքը, ամենաբարդ համարվող ֆինանսական հարցում պետությունն օգնելու է այգեգործներին, ասել է Իգնատե Առաքելյանը։ Ինտենսիվ այգիների ներդրման համար մենք ծրագիր ենք մշակել, որով կտանք մատչելի տոկոսադրույքով վարկեր, երկարաժամկետ, որպեսզի ներդրողը կարողանա ինչ-որ չափով էժան հնարավորություն ունենա այդ այգին տնկի։ 1 տարվա ընթացքում ոռոգման ծախսը 1 ծառի վրա կազմել է 4 դրամի ջուր, խնդրում եմ սա անպայման հնչեցվի, 400 լիտրով 1 ծառա ջրվել է, կազմել է 4 դրամ, այսինքն 4 դրամի ջրով կարելի է 1 ծառը պահել։ Ցանցը այս տարի նոր ենք անցկացրել։ Անգեղակոթը հավակնում է դառնալ երկրի հարավային դարպասի զբոսաշրջային այցեքարտերից մեկը։ Գիտնականների ու հնագետների հերթախմբեր են այս օրերին Սյունյաց հերոսական այս բնակավայրում։ Ինչ են փնտրում հնագետները եւ որտեղ են պեղումներն ընթանում։ Առասպելներից մինչև իրականություն Աննա Ավետիսյանի անդրադարձում։ Ժայռերի մեջ կառուցված մատուռ հիշեցնող այս եկեղեցին տեղացիներն անվանում են Վարդան Զորավոր։ Սերնդեսերունդ փոխանցված ավանդազրույցի համաձայն հենց այստեղ է թաղված սպարապետ Վարդան Մամիկոնյանը։ Մոտակա գյուղերի բնակչությունը, Սիսյանի բնակչությունը, ասենք ուխտի է գալիս կամ ասենք Վարդավառի տոնին մեծամասամբ շեշտում են Վարդան Մամիկոնյանի գերեզմանի տեղ։ Սուրբ Վարդան։ Ժողովրդի կարծիքը իր 20-ամյա հետազոտություններով ժամանակին փորձել է հիմնավորել Մորուս Հազրաթյանը։ Անվանի գիտնականը վստահ էր, որ սպարապետի Նախիջևանով անգեղակոտ տեղափոխված դին այստեղ է ամփոփել Վասակսյունին, նրա պատվին մահարձան կանգնեցրել։ Մորուս Հազրաթյանի տարիներ առաջ կիսատ թողած պեղումները շարունակելու մտադրություն ունի Երկիր մշակույթ կազմակերպությունը։ Նախատեսում է նաև վերականգնել կիսաքանդ դարձած եկեղեցին, բարեկարգել հուշարձանի տարածքը։ Կազմակերպության նախաձեռնությամբ անգեղակոթում են հնագետներ, պատմաբաններ, ճարտարապետներ։ Պեղումներ սկսել-չսկսելու վերաբերյալ մասնագետները սակայն տարակարծիք են։ Որ ասենք փորենք ու ոչինչ, մենք ունենք մի շատ գեղեցիկ առասպել, մի շատ գեղեցիկ բան, որ մենք ստեղում ենք սրբություն։ Բայց ինչ վատ բան կա, որ պարզենք ինչա։ Մենք Մորուս Հազրաթյանի գիտական վարկածի հետքերով ենք գնում։ Ուզում ենք նրա անավարտ թողած գործը ամբողջությամբ ավարտել։ Եկեղեցին վերականգնելու եւ զբոսաշրջությանը զարկ տալու հարցում ներկաները միակարծիք են։ Պատմամշակութային շուրջ 160 հուշարձան ունեցող բնակավայրը զբոսաշրջության զարգացման լուրջ հեռանկար ունի։ Օրը եզրափակվեց Անգեղակոթի մշակույթի կենտրոնի դահլիճում, որտեղ է թաղված Վարդան Մամիկոնյանը թեմայով բաց քննարկմամբ։ Աննա Ավետիսյան, Մեհեր Մանուչարյան, օրակարգ։ Նախագահ Սարգսյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը, շնորհավորական ուղերձում Արցախի պաշտոնակիցն ընդգծել է, որ նախագահ Սարգսյանն իր ողջ կյանքի ընթացքում ծառայել եւ ծառայում է հայոց անկախ պետականության կայացման ու զարգացման, հայկական զույգ հանրապետությունների պաշտպանունակության ամրապնդման ու բարգավաճման, հարազատ ժողովրդի նվիրական իղձերի իրականացման սուրբ գործին։ Բակո Սահակյանը Հայաստանի նախագահին մաղթել է խաղաղություն ու քաջ առողջություն։ Այլ թեմաների մասին հայտնի են Նաիրի համահայկական երաժշտական փառատոնի մրցանակակիրները։ Հայ երաժշտարվեստի հայտնի գործիչներին գլխավոր մրցանակին արժանացրել են փառատոնի կազմկոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանն ու համանախագահ Արմեն Ամիրյանը։ Երգարվեստ ստեղծող ու հայկական մշակույթը արտահանող երաժիշտներին բրոնզաձույլ հարթաքանդակներով արձանիկները հանդիսավոր կհանձնեն Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Մեր հայությանը աշխարհի տարբեր բեմահարթակներում ներկայացրած մեծություններն եք, այլ այն մարդիկ եք, որ ես եւ պարոն նախարարը մեր գլուխը խորարում ենք ձեր վաստակի, ձեր հեղինակության, ձեր փառքի, ձեր մեծության առաջ։
Երևանյան ամառը ներկում են խենթերը երիտասարդական ավյունով արդեն երրորդ անգամ անցկացում է Երևան Color Run-ը։ Գունավորված քողի դուրս եկողները կնպաստեն բարեգործական երկու ծրագրի իրականացմանը։ Սպիտակ հագուստ և ժպիտներ Երևան Color Run-ին մասնակցելու պայմաններն են։ Գույնը շաղտալով վազում են աշխարհի 35 երկրներով։ Վազքուղին այս տարի երրորդ անգամ կգունավորի Երևանը։ Վազում ենք, կան հատուկ կետեր, որտեղ նետում են փոշիները վազորդների վրա մեր կամավորները։ Միջոցառումից հետո լինելու է երաժշտական, այսպես կոչված party։ Գունավոր հետքեր թողնելով քաղաքում օգնում են երկու բարեգործական ծրագրի, որպեսզի Երևանի կենտրոնում անվճար մարզահրապարակ բացվի եւ Իջևանից Բերդ նոր անվտանգ ճանապարհ կառուցվի։ Մի մասնակիցը իր մասնակցությամբ կկարողանա կառուցել 1 մետր ճանապարհ։ Այսինքն մասնակցելով նաև մենք փոփոխություն ենք բերում Հայաստան։ Առավոտյան նախավարժանքով սկսվող երաժշտությամբ պարերով ուղեկցվող վազքուղին հուլիսի 16-ին սպասում է բոլորին, ովքեր ուզում են իրենց օրը լցնել գույներով եւ բարի գործ անել։ Լիլիթ Հարությունյան, Վաչագան Պետրոսյան, օրակարգի համար։ Տեղափոխվենք Ճապոնիայի հյուսիս-արևելյան Սիկոկու կղզի, այստեղ քառանկյուն ձմերուկներ են աճեցրել։ Ճապոնացիները պնդում են, որ դրանք հարմար են եւ արխերում եւ սառնարաններում տեղավորելու համար։ Առաջին անգամ քառանկյուն ձմերուկները ստացել են 45 տարի առաջ, դրանք արտաքինով յուրօրինակ են, բայց ոչ շատ քաղցր։ Ճապոնացիները քառանկյուն ձմերուկներն օգտագործում են սեղանները զարդարելու համար։ Մեկ ձմերուկն ի դեպ արժե $90։ Այսօրվա հարաբերական հով եղանակին վաղվանից նորից փոխարինում են Իրաքի տարածքից մեր հանրապետություն ներթափանցող տաք քամիները։ Գլխավոր օդերևութաբանը ներկայացրել է առաջիկա օրերին եւ հուլիսին սպասվող եղանակի տեսությունը։ Այսպես, հուլիսի առաջին օրերին մեզ սպասում են թեժ օրեր։ Գագիկ Սուրենյանը ներկայացրել է առաջիկա մեկ շաբաթում Արարատյան դաշտում, Երևանում, Սյունիքի եւ Տավուշի հովիտներում սպասվող եղանակը, առանձնացրել հատուկ այս շրջանները, քանի որ այստեղ են գրանցվում ամենաբարձր ջերմաստիճանները։ Վաղը ջերմաստիճանը կհասնի 36-ի, հուլիսի 2-ին այս շրջաններում արդեն 37-ի, հուլիսի 3-ին 38-ի, հուլիսի 4-ին եւ 5-ին արդեն ջերմային ալիքը կհասնի իր պիկին եւ ջերմաստիճանը կհասնի 39-ից 40-ի, Արարատյան դաշտի Երևանի առանձին ցածրադիր լոկալ հատվածներում չի բացառվում մինչև 41 աստիճան տաքություն։ Հաջորդ հանդիպում երեկոյան 5-ին է, առայժմ։